Բարև ձեզ, ես Լուսինե Գրիգորյանն եմ, X+X գեղեցկության սրահի մատնահարդար։ Այժմ Museum Style-ի համար կներկայացնեմ նախշերի 10 տարբերակ։ Յուրաքանչյուր աշխատանք սկսելուց առաջ հարկավոր է եղունգները յուղազրկել ացետոնով, որից հետո օգտագործում ենք բազա։ Բազան չորանալուց հետո ընտրում ենք մեր ցանկացած գույնը։ Տարածում ենք եղունգի կես հատվածով, որից հետո փորձում ենք վրձնով ձև տալ ֆրանսիական մանիկյուրի։ Նախշը սկսելու համար հարկավոր է վերցնել կամ բարակ վրձին, կամ նմանատիպ ասեղով լակ։ Բարակ վրձնի օգնությամբ ընդգծում ենք սև գույնով։ Եվ ասեղային սև լաքով փորձում ենք ստանալ մեր նախշը։ Նախշը չորանալուց հետո հարկավոր է ծածկել թափանցիկ լաքով նախշին փայլ տալու համար։ Ավարտեցինք ֆրանսիական մանիկյուրը, այժմ կարող եմ ցուցադրել հարսանեկան նախշի որևէ մի տարբերակ։ Վերցնելով սպիտակ լաքը, տարածում ենք եղունգի կես հատվածով, որից հետո փորձում ենք վրձնով ձև տալ ֆրանսիական մանիկյուրի։ Սպիտակ լաքը չորանալուց հետո վերցնում ենք թափանցիկ լակ, ծածկում ենք եղունգը ամբողջությամբ, թաց լաքի վրայից փորձում ենք կատարել ծաղկի թերթիկներ։ Ծաղկի թերթիկների մեջտեղի հատվածում կարող ենք ավելացնել արծաթափայլ գնդիկներ կամ որևիցե քար։ Լաքը չորանալուց հետո կարող ենք կողքից ավելացնել որևիցե սիմվոլիկ տերև։ Աշխատանքը ավարտելուց հետո սպասում ենք տերևիկները չորանան և ծածկենք թափանցիկ լաքով։ Հաջորդ նախշը կփորձենք նկարել ծաղիկներ։ Ծաղիկներ նկարելու համար մեզ հարկավոր են տարբեր ձևերի վրձիններ։ Վերցնում ենք վարդագույն լակ և փորձում ենք ստանալ ծաղկի թերթիկները։ Որից հետո կարող ենք վերցնել սպիտակը և նույն թերթիկների վրա աշխատում ենք սպիտակով։ Սպասում ենք ծաղկի թերթիկները չորանան, որպեսզի կարողանանք աշխատել սև գույնով։ Որից հետո ասեղային լաքով ծաղկի թերթիկներին տալիս ենք ավելի բնական տեսք։ Եվ ծաղկի մեջտեղի հատվածում փորձում ենք ավելացնել վարդագույն գնդիկներ։
Աշխատանքը նուրբ ստանալու համար փորձում ենք վարդագույն լաքով ավելացնել տերևներ։ Հիմա ես ցույց կտամ կոկտեյլային դիզայն։ Եղունգը ծածկում ենք մեր ընտրած գույնով եւ սպասում ենք չորանալու։ Մեր ընտրած գույնին ավելացնում ենք որևէ համապատասխան գույն։ Տվյալ պարագայում ես ընտրել եմ դեղին գույնը, անհամաչափ։ Ծածկելուց հետո սպասում ենք չորանալու։ Չորանալուց հետո վերցնում ենք սև գույն ասեղային լաքը և փորձում ենք լաբիրինթային գծիկներ անել։ Լաբիրինթային գծիկները չորանալուց հետո եղունգը պատում ենք լաքով։ Հիմա անցնում ենք հաջորդ նախշին։ Հաջորդ նախշը ավելի գեղեցիկ է դիտվում կարճ եղունգի վրա։ Այս աշխատանքի համար ես կօգտագործեմ սպիտակ, սև, կարմիր և վարդագույն գույները։ Եղունգը ամբողջությամբ ծածկում ենք սպիտակ գույնով։ Հիմա վերցնում ենք սև գույնը և փորձում ենք լայն գիծ տարածել եղունգի վրա։ Սևն ավարտելուց հետո կատարում ենք նույնը կարմիրով։ Որից հետո վերցնում ենք բարակ վրձինով սև գույնը և ավելի բարակ գիծ ենք տանում։ Հետո վարդագույնը։ Նրան կարող ենք ավելացնել ևս կարմիր բարակ գիծ։ Մեր ամենօրյա նախշը պատրաստ է, չորանալուց հետո նորից ծածկում ենք թափանցիկ լաքով։